Երեկ Երևանում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, մունք մրցանակաբաշխության ժամանակ մի շարք յութուբյան ալիքներ ստացան մրցանակներ, լավագույն կրթական ալիքը Teens Live-ն էր, լավագույն խոհանոցային ալիքը Ires World Channel-ը, լավագույն մարզային ալիքին արժանացավ Շամշադինի համը, լավագույն յութուբեր անվանակարգում հաղթող ճանաչվեց Saint-Hov-ը, լավագույն մեդիա ալիքը Live Armenian է, տարվա հայտնությունը Զինքը, լավագույն սպորտային ալիք անվանակարգում հաղթող ճանաչվեց Hayek Freestyle-ը, լավագույն մանկական ալիք Սահակյանց Animation Studio, լավագույն հարցազրույցային ալիքը Ամալիա Հովհաննիսյանինն էր, լավագույն երաժշտական ալիքը Գևորգ Մկրտչյանինը, չտեսնված հատուկ մրցանակին արժանացավ Arm Comedy-ն, չասված հատուկ մրցանակը Նազենի Հովհաննիսյանինն էր, չլսված հատուկ մրցանակը Արսենինը և Լուսնյակինը, լավագույն յութուբյան ալիքը Հերմինե Ստեփանյանինն էր։ Այսպիսով մի շարք հայտնի յութուբյան ալիքներ վարողներ ստացան մրցանակներ։ Այս ամենը մեծ տարածում գտավ ինստագրամյան հարթակում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Արա Ղազարյանը, ով տետա-տետ հաղորդման պրոդյուսերն է, ինչպես նաև Օձի լեզու հաղորդման վարողներից է, անդրադարձել է այս մրցանակաբաշխությանը, նշելով, որ ինքը գովերգում է նմանատիպ մրցանակաբաշխությունները, քաջալերում է հեղինակներին, սակայն հարկ է համարում նշել, որ պետք է հաղթող ճանաչվեր տետա-տետը, քանի որ տետա-տետն ունի բազմաթիվ գովազդատուներ և հաղորդման ընթացքում մի քանի անգամներ, որպես այդպիսին ընդհատվում է հաղորդումը և գովազդային հոլովակ է գնում։ Եվս մեկ անգամ շնորհավորել է ներկաներին, մրցանակակիրներին և նշել, որ իրականում շոուն և մրցանակաբաշխությունը ստացված էր, այնուամենայնիվ կրկնել է, որ Մհեր Բաղդասարյանը այստեղ ևս պետք է որևէ մրցանակի արժանանար։ Ներկայացնում ենք Արա Ղազարյանի խոսքը առանց մեկնաբանության։ Երեկ Երևանում անցկացվեց Մունք 3 մրցանակաբաշխությունը, որը հիմնականում նվիրված էր հայկական YouTube տիրույթի ստեղծագործողներին։ Ես Մհեր Բաղդասարյանի հետ դեռևս 5 տարի առաջ մոտավորապես հիմնել ենք մեր հաղորդումները։ Ես հանդիսանում եմ այդ հաղորդումների պրոդյուսեր։ Խոսքս վերաբերում է տետա-տետ նախագծին, որը մեծ հաջողությամբ վարում է ոլորտի իմ կարծիքով ամենաառաջատար լրագրողը Մհեր Բաղդասարյանը եւ երկրորդ հաղորդումը, որը վարում ենք մենք երկուսով, դա կարծում եմ հայկական YouTube տիրույթում ամենակննարկվող եւ սկանդալային Օձի լեզու հաղորդաշարն է։ Ունեմ մի քանի դիտարկումներ, ճիշտ ասած չէի ուզում այսպես հրապարակավ ելույթ ունենալ, որովհետեւ ես նման մրցանակաբաշխություններին շատ այսպես թեթև եմ վերաբերում ու հասկանում եմ, որ չի կարող լինել 100% օբյեկտիվություն, բայց ինքս լինելով ամենատարբեր տարիների ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների կազմակերպիչ, գիտեմ, որ ցանկության դեպքում հնարավոր է պահել նաև օբյեկտիվության ինչ-որ տարեր գոնե։ Իմ կարծիքով մրցանակաբաշխության կազմակերպիչները չէին ներառել կարևոր մարդկանց եւ ալիքներին եւ օրինակ իմ համար շատ ցանկալի կլիներ այնտեղ տեսնել մի քանի անունների, ովքեր շատ ակտիվ գործունեություն են ծավալում YouTube-ում, օրինակ նույն Մանե Գրիգորյանին կամ օրինակ քաղաքական հաղորդումներ վարող Նարեկ Սամսոնյանին եւ Արման Սաղաթելյանին, նրանց իմի ալիքը YouTube-յան կարծում եմ ամենապոպուլյար քաղաքական հաղորդումներից է եւ որքան գիտեմ նրանք այս օրերին գտնվում են ազատազրկման մեջ, քաղբանտարկյալներ են, կարծեմ կազմակերպիչները նույնպես ունեն քաղբանտարկյալ հարազատ եւ սոլիդարությունը այս դեպքում չէր խանգարի հաստատ։ Մի փոքր երևի խոսքս երկար կլինի, բայց հավատացեք ես իմ հաղորդագրությունը չէր լինի, եթե ես չտեսնեի, թե ինչպես է մի փոքր վրդոված կամ մի փոքր նեղսրտում Մհեր Բաղդասարյանը իմ կրտսեր գործընկերը։ Ես կարծում եմ, որ որպես պրոդյուսեր իմ մեջ հավասար բաժանված է տարբերությունը Մհերի ստեղծագործող մարդը եւ պրոդյուսերը։ Մհերը ուղղությունով ստեղծագործողը, ես ստեղծագործողը, ինչպես նաեւ պրոդյուսեր։ Գիտեք, իմ համար YouTube ալիքը կամ հաղորդումը գնահատվում է գովազդների քանակով։
Այսօր ես հպարտությամբ որպես պրոդյուսեր կարող եմ ասել, որ Լոս Անջելեսում առանձին վերցած հեռուստա ալիքներ չունեն գովազդային բյուջեն, որը ունի մեր YouTube ալիքը առանձնակի տետատետն ու օծի լեզու հաղորդումները միասին վերցրած։ Սա իմ համար ամենալավ ցուցանիշն է։ Մնացածը արդեն պարապ խոսակցություններ են, մոնետիզացիա եւ փող։ Ինձ ցույց տվեք առանձին վերցրած YouTube-յան հաղորդում, որը ընդհատվում է այդ քանակությամբ գովազդներով, իսկ մենք մշտապես ունենք 13, 14, երբեմն 15 գովազդատուներ եւ հաղորդումների մեջ հայտնվում են eyewitness գովազդներ 1-ից 2 րոպե տևողությամբ եւ մեր հաղորդումները շարունակում են լինել ու մնալ բարձր դիտողականությամբ։ Սա եւս, քանի որ կարծում եմ կան մարդիկ, ովքեր բիզնես հաշվարկներ են անում այդ ընկերությունում, պետք է հաշվի առնվեր, որովհետեւ ելի եմ կրկնում որպես պրոդյուսեր չկա հայկական YouTube դիրույթում մեկ այլ հաղորդում, որը այդքան գովազդներ եւ գովազդատուներ ունի։ Իսկ այսօր կարծում եմ հեռուստատեսության ուժը թույլարանուց հետո միևնույնն է, մնում է վճարումը եւ գովազդները այս կամ այն հարթակներում, այս կամ այն հաղորդումների մեջ։ Այնպես որ սա եւս հաշվի առեք եւ նայեք մեր գովազդների քանակը։ Ես անպայման խոսքից վերջում ուզում եմ շնորհավորել իմ շատ սիրելի Ամալիային հաղթանակի համար, որովհետեւ այդ հաղթանակը կարծում եմ շատ կարեւոր էր նրա համար։ Ջերմ շնորհավորանքներս Ամալիա ջան, դու իրոք արժանի էիր եւ շնորհավոր մնացած մրցանակակիրների։ Նորից եմ կրկնում, ես հասկանում եմ, որ սուբյեկտիվ է ամեն ինչ։ Դեկտեմբերի 11-ին մենք եւս ներկայանալու ենք մրցանակաբաշխությամբ Armenian Music Video Awards-ի եւ բնականաբար լիքը մարդկանց կողմից ընդունելի չի լինելու մեր այս կամ այն որոշումը, բայց կոնկրետ փաստ, եթե մենք առաջին անգամ անում ենք YouTube մրցանակաբաշխություն, պետք է հաշվի առնել ինչ որ կերպ, որ հայկական YouTube տիրույթում առաջին հաղորդումը եւ հաջողված հաղորդումը դա տետատետն է, որի պրոդյուսերը ես եմ, իսկ հաղորդավարը Մհեր Բաղդասարյանն է, ու նաեւ պետք է հաշվի առնել նրա մասսայականությունը եւ էքսկլյուզիվությունը։ Եվ վերջում հետգրության նման մի բան ուզում եմ ասել, որ ես մշտապես քաջալերում եմ բոլոր այն նոր միջոցառումները, մրցանակաբաշխությունները, համերգները, որոնք նպաստում են երիտասարդների կատարած գործի մասսայականացմանը։ Նույն կերպ ես ապրիլ ամսին իմ հիացմունքը արտահայտեցի Խազեր մրցանակաբաշխության հետ կապված, որովհետև ըստ իս դա նոր խոսք էր հայկական իրականության մեջ։ Այս մրցանակաբաշխությունը եւս նոր խոսք է հայկական իրականության մեջ, անելիքներ կան բազմաթիվ, արդեն կարելի է այսպես վստահ ասել, որ первый блин не комом вышло, այսինքն լավ ստացվեց, առանց ինտերությունները հաշվի չառնելով, բայց ամեն ինչ շատ լավն էր, լավ էր կազմակերպված, միայն ուզում եմ հորդորել կազմակերպիչներին ավելի լայն, բացած աչքերով նայել հայկական YouTube տիրույթին։ Շնորհավորում եմ բոլորին։